Հարգելի ներկաներ, Դաշնակցության ժամանակագից պատմության ամենեն գարգարուն թեմքերեն Սարգիս Զելտյանի և անոր ընկերագից Գարո Կոլանջյանի արևանկման 40-ամյակի նշումը շատ հասկանալիորեն հաշմեական խորհուրդներու, մտածումներու դեղի գուտա, բայց մանավանդ այդ բոլորեն մեկնած մեր հավաքական աշխատանքի վերագազմագերման համար նոր ուղենիշներ կճշտե։ Հայության թշնամիները միշտ չէ, որ թիմած են արևանկման և բադանտարման միջոցին, հայության և անոր մարդունակ ուժին դաշնակցության թեմ պայքարելու ընթացքին։ Այո, հարվածած են, սպաննած, ֆիզիկական չեզոքացումներու ենթարկած, մահապորցի զանազան գործողություններ իրականացուցած։ Արևանկումը սակայն հազվագյուտ թիրախներու վադահած է և բնականաբար հետապնդած հատուկ նպատակ։ Դաշնակցության մարտական կառույցի գլխավոր ճարտարապետներն Աբրահամ Աշճանին նկատմամբ իրականացված է արևանկում, որուն հետևած անոր ֆիզիկական չեզոքացումը չլատելու համար թշնամիին հետ ուժի լեզվով խոսող համագարկը։ Սարգիս Զելտյանի բարակային թշնամիին առաջադրանքը եղած է բադանտարումը և այդ վիճակի մեջ հեղինակավոր անձնավորութենեն բարդատիր խոստովանություններ, ցուցմունքներ ստանալը։ Հայ ժողովրդի համար հերոսական կերպար համարված անձնավորության քերիի վիճակով ներկայացնելը ընկճելու համար ամբողջ ազգը բնականաբար Սարգովի գեղձ ցուցմունքներու փեմականացումներ են անոնք, որոնց ընթացքին նույնիսկ շղթայված հերոսը բահած է իրանցին և իր պատկանած խաղապարին ետին կանգնած գազմագերբության արժանապատվությունը։ Քերատասելով մահը ստորացում են։ Արևանկումն ու բադանտարումը ուրեմն իբրև միջոց այս անգամ կօգտագործվեին Արցախի հերոսամարտը ղեկավարած, Արցախի հանրապետությունը գերդած անձնավորություններուն թեմ միևնույն նպատակներով՝ գոդրել հայության հավաքական կամքը, հրաժարիլ տալ Արցախի հայության իրավունքներու պաշտպանության առաջադրանքներեն, միակողմանի զիջիլ թշնամիին և կատարել անոր բարդատրած բոլոր պահանջները։ Մինչև իր արևանկումը Սարգիս Զելտյան ցկած էր քաղաքական հարուստ ավանդ իր ջարերով, դասախոսություններով և մանավանդ խմբագրականներով։ Հայ ժողովուրդը խորապես կգիտակցեր այդ պատգամներուն խորության, անոնց քաղաքական ամրության, անոնց փոխանցած պայքարի անդեղիդալիության, բայց մանավանդ ազգի համախմբվածությունը քերատաս սկզբունք պահելու անշրջանցելիության։ Սարգիս Զելտյանի արևանկումեն ընդամենը 3 տարի ետք միայն դեղի կունենար ազգային զարթոնք։ Ամբողջ ազգը Ստեփանագերդեն, Երևան և Երևանեն մինչև Սփյուռք ոտքի կգանքներ պաշտպանելու համար հայոց Արցախ աշխարհը, զայն ազատագրելու և գերտելու հանրապետություն, կսկսեր ձևավորվել միացյալ Հայաստանը, որուն համար այնքան միտք պոտորգացուցած էր և այնքան մելան հոսեցուցած Սարգիս Զելտյանը։ Անոր արդասանած ամեն մեկ բառն ու դառը, անոր գրած յուրական ճյուր խորակիրն ու դողը գարարգայանային Ստեփանագերդի հրապարակին վրա, Երևանի փողոցներուն մեջ և Սփյուռքի զանազան երկիրներու բողոդաներուն վրա։ Խաղապարի մարդիկը հաջողած էր իրարակելության մեջ կանխատեսելով գալիքը, ժողովրդի զարթնումը, միացյալ Հայաստանի առաջին հանգրվանի գայացումը։ Այդ զարթոնքեն ուղիղ 30 տարի ետք 2018-ին Հայաստանի Հանրապետությունը դարձյալ գողովեր քաղաքացիներով այս անգամ իրականացնելու համար իշխանափոխություն։
Իշխանապողություն, որ ցավոք գայլասեր էր, հետս հետե ամպարված ազգային ներուժը բարբելով, քայլ առ քայլ շրջելով համազգային արժեհամագարկը։ Աշխատանք կդարվեր քար առ քար կանտելու Զելտյանի թավանած ազգային գաղափարախոսության շենքը։ Արժեքներու համալիրը ամբողջ հարցակումի դագ է հարթիչ կլաններու գոմե, որոնք կմասնադեն ազգը, որոնք պատմության վերաշարատրանքի որոշումներ կգայացնեն, որոնք իրական Հայաստանը կհագատրեն պատմական Հայաստանին, կհրաժարին ազգային բոլոր իրավունքներն, Արցախեն ու ջավախկեն, որ խաղաղության խաչմերուկ պատրանքով կմոլորեցնեն ժողովուրդը նոր հանձնվողականություն իրականացնելու համար։ Խապկանքի քաղաքականության մասին անդրադարձած էր Զելտյան 1969-ին, երբ գսեր. երբ պիտի անդրադառնան սակայն, թե կարելի չէ երկարադեն բադրանքը իրականության դեղ քշել։ Բադրանքին շունչը գարջ է, երբ պիտի անդրադառնան վերջապես, թե բադրանք ցանողը միայն հուսախաբություն ու թարնություն կհնձե վերջին հաշվով։ Պիտի անդրադառնան երբևէ։ Բադրանք ցանողները գուցե չանդրադառնան, սակայն այդ բադրանքին ենթարկված ժողովուրդը պիտի անդրադառնա անպայման, որ բադրանք ցանողները մոլորեցուցած են ամբողջ զանգվածը, հավաքականությունը, որը սկսած է գիտակցիլ, որ 2018-ին աստին գդարվածը ոչ հեղափոխություն էր, ոչ սոսկ իշխանապողություն կամ վարչագարկի դաբալում, ոչ Արցախի իրավունքներու պաշտպանության հետ գաբ ուներ, ոչ ալ Հայաստանի Հանրապետության պետականության գերիշխանության ամրացումին։ Հետս հետեք անդրադառնան, որ իրական Հայաստանի գերծ գաղափարախոսությունը պարզապես նոր հանձնվողականություն է, իսկ համանացության փոփոխությունը անկախության հռչակագիրի դրույթներեն հրաժարելու արարք։ Այդ պատրանքեն դուրս գալու գործընթացը ավելի ամուր հիմերու վրա կդրվի, ավելի համոզիչ կդառնա եւ ավելի հստակ հերանեկարներ կգծե հայության համար, եթե մենք վերստին հանրայնացնենք Զելտյանի մտածումները, ջարերը, քրությունները, ազգային գաղափարախոսության պատմակահաղական բոլոր ցալկերը։ Եթե հաջողենք այդ բոլորը իրազեկել ազգային զարտոնք ստեղծած ժողովրդի իրավահաջորդներուն, ապա ձևավորած կլանք նոր զարտոնքի գաղափարական ենթահողը։ Խորհրդային Հայաստանի օրերուն արգիլված քրագանություն հայրենիք հասցնելու մեջ մեծ էր ու անուրանալի թերը Սարգիս Զելտյանին։ Անոր անունը կշրջեր հայրենի մտավորական, քրական ու ժողովրդային շրջանակներում մեջ իբրև անկախության գաղափարի առաջնորդ։ Պատմությունը պիտի վկայե, որ հայրենի ժողովրդի ազգային վերազարթոնքի գաղափարական ենթահողի պատրաստության մեջ հիմնական էր ու անշրջանցելի Սարգիս Զելտյանի թերը, որ անկախ ու գերիշխան պետություն ունենալու գաղափարախոսության հիմնադրույթները սպիրկեն հաջողեցավ ալիքավորել դեպի հայրենիք եւ գաղտնիք չէ, որ ազգային անկախական շարժումի ղեկավար թեմքերը այդ գաղափարախոսներու անուններու շարքին առաջին հերթին դեղ շշնչալով, դեղ բարձրացնելով գհնչեցնեին Սարգիս Զելտյանի անունը։ Այժմ դարձյալ պետք ունենք զարտոնքի։ Պետք ունենք վերստին բոլորվելու Զելտյանի բանացված, խմբակրած, հիմնավորած գաղափարներուն իր բարերով հայկական օրիենտացիային, իսկական հեղափոխության առաջացման նախադրյալներուն, բահեստի երդասարդ ուժերու զորաշարժին, քաղաքապարական կորձնապաշտության, հայ ընտանիքի արժեքներու վրա կայացած արժեհամագարկին, Սևրի բադվանտանին, հայտադի անժամանցելիության։ Եվ այս բոլորը, այո, հայկական արևելումի հիման վրա մշակված ռազմավարությամբ։ Հայկական արևելումի դեսապան Սարգիս Զելտյան պաստեց
որ հայկական արևելումը ոչ միայն ռազմավարությամբ հյուսիսեն, հարավեն, արևելքեն, արևմուտքեն դուրս ազգայինին գվերապերեր ընդհանուր առումով, այլ նաև ավելի մասնագի լիբանանահայության։ Սարգիս Զետյանի անունին գաբվի առաջին հերթին Լիբանանի քաղաքացիական պատերազմի նախօրեին այս անգամ լիբանանահայկական արևելումով հայ քաղաքական կուսակցություններու եւ հարանվանական շրջանակներու ներկայացուցիչներու ներգրավումով հայկական երեսփոխանական բլոկի ձևավորումը եւ անոր ջամփով լիբանանահայ քաղաքական գործոնի գայացումը։ Այդ հենքի վրա նաև լիբանանահայության անկախ քաղաքական ուղեկիզի մշակումը, որ մերժեց առաջին հերթին ներհայկական եւ ապա ներլիբանանյան բոլոր դեսագի անհանդուրժողականությունները, փախումներն ու պատերազմները, որ մերժեց մասնակցություն ունենալ քաղաքացիական ընտրումներուն եւ որ զենքին թիմեց միայն այնադեն, երբ վտանգվեցավ համայնքը, երբ անոր բարդատրվեցավ Գոմնորոշվիլ։ Քաղաքական անկախ որոշումի չադակով Սարգիս Զետյանը այս անգամ գիրականացներ լիբանանահայկական արևելումը, ռազմավարական առանցքային քիծ, որ հարկանք բարդատրեց բոլորին եւ որ գրծավ ապահովել լիբանանահայության անվտանգությունը։ Այս բոլորին համար էր, որ թշնամիները դիմեցին Արևանկումին։ Արևանկելու եւ քերեվարելու թշնամիներու այս վարկակիցը տաշնակցության դեմ գիրարգված է ու շարունակե գիրարգվել։ Սարգիս Զետյանեն մինչև Դավիթ Իշխանյան մեր թշնամիները գաշխատին արևանկել եւ քերեվարել մեր ղեկավարները, ձունգի բերելու համար հայության մարդունակությունը, խաղապարի մարդունակությունը, խաղապարախոսությունը, պատմական իրավունքներուն պաշտպանության առաջնակիցը։ Սարգիս Զետյանի խաղապարներուն հավատքով կորձած, Արցախի ազատամարտին իր ներդրումը ունեցած եւ Արցախի հանրապետության հիմնադրության մեջ իր մասնակցությունը բերած Հոյիտաբյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը այսօր Սարգիս Զետյանի նման գենտարգվի ճարճարանքներու հսկայական հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ բանեցնելով Բաքուի իշխանությունները ցուցմունքներ կպահանջեն իր մե եւ իր ընկերներն։ Նպատակը այս բոլորին հայկական խրամատներու առաջնակիցերուն ճնշումն է, նահանջն է, հանձնվիլն է, բայց այնքան արմատավորված են Սարգիս Զետյանի խմբակրած ու հունավորած խաղապարախոսական հիմունքները եւ այնքան նվիրական է Դավիթ Իշխանյանի այդ սկզբունքներուն շուրջ նվիրված գենսագործունեությունը, որ առաջնակիցը պիտի շարունակե մնալ ամուր, անզիջող եւ չհանձնվող։ Նոր զարթոնքը պիտի կա անպայման եւ հայությունը պիտի վերադառնա իր արժեքային ակունքներուն։ Ազգային pedagogian, հայկական արևելումին, գերիշխանության, ազգ բանակին, հայոց պատմական բոլոր իրավունքներուն սկզբունքներուն գարչած ազգային խաղապարախոսությունը պիտի վերագայանա անպայման։ Հրաբարակ պիտի կան Զետյանի օրինակով խաղապարի նոր մարտիկները, վերստին պիտի համախմբեն ազգը եւ անպայման պիտի վերագերդեն հայոց ազգային պետությունը։ Այն պետությունը, որ Սարգիս Զետյանի եւ իր թավանած խաղապարախոսության իման վրա Արաքածը պիտի բահե վերադիրանալու համար Արարատին, այսօրվան հանրապետությունը պիտի ամրապնդե գերդելու համար միացյալ ու ամբողջական հայրենիքը, որ երկիրը պիտի ղեկավարե այնպիսի սահմանադրությամբ, ուր ամրագրված պիտի մնան անկախության հռչակագիրով հաստատված հիմնադրույթները, համայն հայության իղձերու կենսագործումը, պատմական բոլոր իրավունքներու վերականգնումը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու ամեն տեսակի հատուցումի պահանջը, որ պիտի պաշտպանե Արցախի հայության վերադարձի եւ ինքնորոշման բոլոր իրավունքները, որ պիտի չնչե ներազգային բոլոր բաժանարար գիծերը եւ պիտի համախմբե ազգը։
Սարգիս Զետյանի խմբակրած ու պանացեված ազգային քաղաքապարախոսական սկզբունքները ջեղկեցին երկատե վարակույրը, թափանցեցին 70-ամյա համայնավար համագարկեն ներս, ցևավորեցին ազգային ենթահող եւ երդեցին ազգային զարթոնք։ Նույն քաղաքապարախոսությունը հայրենիքի վերանգախացում են յետ ամբողջ 30-ամյակը ցև ու մարմինը ստացավ երկքաղաքացիության օրենքի ընդունումով, ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության օրագարկի վերածելով, Սևրի եւ Ուիլսոնի իրավարար վճիրի իրավականության եւ աժմեականության մասին pedagogan հայտարարություններով, հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագիրի որդեգրումով եւ Արցախի հանրապետության գերդումով։ Այդ քաղաքապարախոսությունը այնքան ամուր է ու հաստատ, այնքան հարազատ եւ հայության համար էութենական, որ 2018-ի ընդհատումը պիտի չհաջողի գասեցնել անոր 100-ամյա երթը։ Երթ, որուն անգասելիության համար Սարգիս Զետյաններու գուսակցությունը ոչինչ խնայած է եւ պիտի շարունակե ոչինչ խնայել։ Այս կթելադրե Դաշնակցության անմահ նահատակներու փաղանքը, որուն Դաշնակցության 25-րդ ընդհանուր ժողովի որոշումով մաս կգազմե Սարգիս Զետյանը։ Շնորհակալություն։